հիմա պատերազմները հատկապես հիմա գաղափարների վրա են, մտածողության վրա են, տեխնոլոգիաների վրա են եւ այս իրավիճակում մենք պետք է հնարավորինս մեծ թվով մտածող մարդիկ ունենանք զինված ուժերում տարբեր օղակներում, սա չի վերաբերում միայն հրամանատարական օղակներին, մասնագետների, որոնք կարող է մեկ մարդ է, այսօր կարող է շատ ավելի մեծ խնդիր լուծել, քան 15 տարի առաջ ընդհանուր մեծ զորամաս։ Հասկանում եք, պատերազմի վարման կանոնները այնպես են փոխվել, որ ստեղծված իրավիճակում խնդիրը միայն, չգիտեմ, պայմանական 100 տանկ առնելը չէ, 20 հատ սամոլյոտ առնելը չէ, հազարով մի բան է առաջ եկել, մարդկային տակտիկական նոր մոտեցումներ են առաջ եկել։ Հիմա ես երբ նայում եմ մեր զինված ուժերում կամ մեր զինված ուժերի հետ կապված փոփոխությունները, տեսլականը, որը ներկայացնում է օրինակ ռազմաքաղաքական ղեկավարության տեսանկյունից, գիտեք, դրանք կարող է քննարկելի լինեին, չեմ ասում դրանք լավն են, քննարկելի լինեին մի 15 տարի առաջ։ Բայց հիմա որ նայում ես, թե աշխարհը ոնց է զարգացել ու Հայաստանը որ ուղղությամբ է գնում, իրանք փորձում են ռազմական բյուջեի աճը կամ ծավալային առումով, չգիտեմ, պայմանական 50 հրետանային միջոցի գնումը ներկայացնել որպես զինված ուժերի ամրապնդում եւ այլն։ Ես ակնհայտորեն այդ գնումների մեջ, այդ հայտարարության մեջ տեսնում եմ, որ չկա մտածողություն, չկա վերլուծություն, չկա միջազգային փորձի անդրադարձ, հասկանում եք։ Հայաստանը գնում է մի ճանապարհով, որը միգուցե 15 տարի առաջ գնայր որոշակի խնդիրներ կլուծեր, բայց հիմա դու գնում ես մի ճանապարհով, երբ որ հնարավոր լայնամասշտաբ ռազմական գործողության ժամանակ քո 1, 2 կամ 3 միլիարդի զինտեխնիկան 3-4 օրում կարող է վերածվել մետաղե ջարդունի, հասկանում եք։